Անահիտ մեր հրաշալի Աստվածու իմ այրը, մենք կրկին դիմում ենք ձեզ, դուք պաշտպանում էիք մեզ վաղ ժամանակներում, այն ժամանակ կյանքը դժվար էր բոլորի համար։ Դարեր են անցել, լավ ժամանակը նորից հետ է հոսում, երբ մի ամբողջ ժողովուրդ երես թեքեց ձեզանից, բայց նրանք չէին ուզում, նրանց ստիպել էր իշխանությունը, և մի ամբողջ երկիր դարեր շարունակ ընկել է ծուղակը կրկին։ Լերիր բոլորին, ովքեր իրենց անտեղյակության մեջ են, համարձակվել եք հանդել քո տունը, բոլոր նրանց, ովքեր պաղցել են քո տատյանը, այն տաճարը, որտեղ դուք ապրել եք, որտեղ եք եղել ապաստան բոլորի համար։ Անահիտ մեր գեղեցիկ Աստվածու հիմայրը, քո մեծությունն անսահման է, և ողորմությունը քո նաև սահմաններ չունի։ Տվեք մեզ բանականություն և ուժ, որպեսզի մենք կարողանանք տեսնել ձեզ, որպեսզի մենք կարողանանք վերականգնել ձեր փառքը, որպեսզի երկրում մարդիկ կարողանան արժանապատվորեն ապրել իրենց կյանքը բարության մեջ։ Սքանչելի Աստվածու հիմայրը, ես կրկին դիմում եմ ձեզ, դուք պաշտպանում էիք մեզ հին ժամանակներում, այն ժամանակ մարդկանց կյանքը շատ դժվար էր, բայց հիմա նորից մարդիկ քո օգնության կարիքն ունեն։ Եվ բոլորը պետք է կրկին դու կրկին փառաբանեն ձեզ, Անահիտ մեր հրաշալի Աստվածու հիմայրը, մենք կրկին դիմում ենք ձեզ։ Դուք պաշտպանում էիք մեզ հին ժամանակներում, այն ժամանակ կյանքը դժվար էր բոլորի համար։ Դարեր են անցել և ժամանակը նորից հետ է հոսում, երբ մի ամբողջ ժողովուրդ երես թեքեց ձեզանից, բայց նրանք չէին ուզում, նրանց ստիպել էր իշխանությունը, և մի ամբողջ երկիր դարեր շարունակ ընկել է ծուղակը կրկին։ Լերիր բոլորին, ովքեր իրենց անտեղյակության մեջ են, համարձակվել եք հանդել քո տունը, բոլոր նրանց, ովքեր պաղցել են քո տաճարը, այն տաճարը, որտեղ դուք ապրել եք, որտեղ եք եղել ապաստան բոլորի համար։ Անահիտ մեր գեղեցիկ Աստվածու հիմայրը, քո մեծությունն անսահման է, ողորմությունը քո լավ սահմաններ չունի։ Տվեք մեզ բանականություն և ուժ, որպեսզի մենք կարողանանք տեսնել ձեզ, որպեսզի մենք կարողանանք վերականգնել ձեր փառքը, որպեսզի երկրում մարդիկ կարողան արժանապատվորեն ապրել իրենց կյանքը բարության մեջ։ Անահիտ մեր սքանչելի Աստվածու հիմայրը, ես կրկին դիմում եմ ձեզ, դուք պաշտպանում էիք մեզ հին ժամանակներում, այն ժամանակ մարդկանց կյանքը շատ դժվար էր, բայց հիմա նորից մարդիկ քո օգնության կարիքն ունեն, և բոլորը պետք է կրկին ու կրկին փառաբանեն ձեզ։